Միանշանակ համաձայն եմ Նիկոլ Փաշինյանի հետ այդ կտրվածքով, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, Վազգեն Սարգսյանը եւ Վանո Սիրադեղյանը, ուղղակի Նիկոլ Փաշինյանը հատվածային է ճշմարտությունը սիրում ներկայացնել, ըստ նպատակահարմարության է սիրում ներկայացնել ճշմարտությունը, այսօր եկեղեցին Լևոնը գնացել է եկեղեցի, խփեք Լևոնին, վախենում է երևի Վազգեն Սարգսյանի մասին խոսա, վախենում է երևի Վանո Սիրադեղյանի մասին խոսա։ Իսկ այո, Լևոն Տեր-Պետրոսյանը, Վազգեն Սարգսյանի եւ Վանո Սիրադեղյանի հետ միասին դրեցին հիմքը մեր բոլոր ձախողումների։ Պարոն Աղազյան, ես ճիշտ հասկացա, դուք ՀՀԿ-ի առաջադրած այդ տեխնացուին, որի մասին հայտարարվել է, չեք աջակցելու, եւ եթե պատճառները նորից ամփոփ ներկայացնեք, որոնք են, ինչու՞ չեք։ Արդեն ասել եմ, շոյգա, դու չեկա, չեմ ասել։ Դու նոր ասեցի, հիմա դու նոր եկա։ Նորմալ վերաբերվում Նիկոլ Փաշինյանի եւ քպականների արշավ, այսպես ասենք, Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ հաշվի առնելով, թե որ ինչպես է Նիկոլ Փաշինյանը առաջին անգամ հայտնվել խորհրդարանի, նկատի ունեմ Լևոն Տեր-Պետրոսյանի։ Դե գիտեք ինչ կա, որևէ մեկի գերին չի, եւ այդ բանը, այդ գերի լինելու հանգամանքը անընդհատ բան են արել, հա դավաճանեց, հա սենց արեց, ոչ մեկի գերին չի։ Պրոցեսները քաղաքական զարգանում են, գնում են, մարդիկ իրենց տեսակետների մեջ ճշգրտումներ են մտցնում եւ հանդես են գալիս, ասենք նոր դիրքորոշումներով իրենց քաղաքական կարիերան, իրենց նպաստը բերելու պետականության համար։ Բայց ես նորից եմ ասում, միանշանակ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ օգտագործում է հատվածային եւ ըստ նպատակարարության եւ պարտավոր էր Լևոն Տեր-Պետրոսյանին այդ գնահատականը տալուն միացնել նաեւ Վազգեն Սարգսյանին եւ Վանո Սիրադեղյանին չի արել, նշանակում է ինքը իր մղումների մեջ ազնիվ չի, այլ ֆիքսված է ինչ-որ գաղափարների վրա։